Միևնույն ժամանակ չենք մոռանում, որ Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ եւ ակտիվ աշխատում ենք եւ այդ աշխատանքը կշարունակենք, որովհետեւ մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ որ մի անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա պետքա այսպես ասած այն ուղղությամբ չնայենք, ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա, չկա։ Եթե կա, կա, եթե չկա, չկա։